մի դեպք էլ, հա, զուտ քաղաքացիների խնդրանքով ուզում եմ բարձրացնել, ուրեմն Նիկոլ այդ ձեր պարեկներին ես հասկանում եմ, որ սարերում ինչքան հովիվ կար, իջացրեցիք, սարքեցիք պարեկ, Դանիել Լեոնիսյաններ քննական տեստներ սարքում, վերջում այնքան չանցան, IQ-ն հարցաշարը իջացրեցիք 20-ի, հա, 20-ի, չեմ ուզում էլի ասեմ 20-ի IQ-ն քանի կենթանի կա, որ 20-ի IQ-ից, քանի օրանգուտան կա, որ IQ-ն մինչև 70-ի, 80-ի հասնում է, հա, զարհուրելի դեպքեր են տեղի ունենում, ասենք պարեկները կանգնեցնում են, հա, մարդուն, որ ասենք նույնիսկ եթե որևէ օրինախախտում է արել, օրինակ ինչպես մի տաքսի, որի մեջ եղել է ինֆարկտ ստացած քաղաքացի Կարլեն Մալխասյան, աղջիկը դուրս է եկել, աղերսել է, ասել է գրեք տուգանքը կվճարենք, թողեք հայրիկիս հասցնեմ հիվանդանոց եւ այդ պարեկը ժամերով պահել է, տևական ժամանակ պահել է, նույնը տեսանք նախորդին, որ սկանդալ եղավ այս փողոցների փակ լինելու պատճառով, հա, կինը դուրս է եկել մեքենայից ուշաթափվել է, քիմիոթերապիա ստացած, ամբողջ մազերը թափած, երբ որ որդին ասել է բացեք ճանապարհը, տանեմ, հասցնեմ հիվանդանոց, մի արեք, այդ ձեր պարեկներին, որ ինստրուկտաժ եք անում, դրանց 20 IQ-ի թեստի մեջ մտցրեք մի հատ մարդասիրական էմպաթիայի մի հատ կետ, դրանց մի հատ տրեյնինգ արեք, որ այսպիսի դեպքերում տուգանքը գրեն եւ թույլ տան, որ աղջիկը Կարլեն Մալխասյանին, ով ծանր վիճակում մեքենայի մեջ էր, իր հորը հասցնի հիվանդանոց,